Մարդն ով չունի, այսպես ասած, պետական կրթություն, այսինքն չի ընդունվել համալսարան, չունի դիպլոմ, ինքը չի համարվում կիրթ, գրագետ, կրթված անձնավորություն։ Ու Հարցիրեցի փուշտ արավ, դելը yaman, դելը yaman, դելը yaman։ Հաշվի առնելով այն փաստը, որ քո մասնագիտությունը այնքան էլ տարածված չէ, թեկուզ Վրաստանի մասշտաբով, թեկուզ Ջավախքի ուսանողների շրջանակներում ես ինքս պետք է խոստովանեմ, որ այնքան էլ մեծ տեղեկություն չունեմ սինոլոգիայի մասին, որպես մասնագիտություն։ Դժվարություններին ավելանում է նաև արտասանությունը, չինարենում տոներով է բառերը, եթե բառը ասեմ սխալ տոնով, սխալ հասկացություն կստեղծվի, դիմացինը երբեք քեզ չի հասկանա։ Օրինակ կարող եմ բերել, շ նշանակում է գոյական անուն, მაგალითად ես եմ, օժանդակ բայն է, իսկ շ նշանակում է 10, համբերություն է պահանջվում, որի միջով ամեն օր անցնում եմ